Վրաստանում հաճախակի են դարձել երկրաշարժերը 3 օր առաջ մարտի 5-ի սեյսմոլոգիական կենտրոնի տեղեկատվության համաձայն 00:21 րոպեին 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Կոբուլետի շրջանի Խինո գյուղում։ Քաղաքացիների վկայությամբ ստորգետնյա ցնցումները զգացվել են Չաքվիում, Բաթումիում, Կեդում ու Գուրիայում։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ավերածությունների մասին հաղորդումներ չի ստացվել։ Այն մարդիկ, ովքեր չեն շարժվում, ասենք, իրենք կարող են զգան, մենք քանի որ աշխատում ենք, այդքան չենք զգացել, բայց համենայնդեպս մենք գտնվում ենք սեյսմիկ գոտում։ Հենց աշխարհագրության ժամերից էլ անցնում ենք սեյսմիկ գոտին, անցնում է Կովկասով, Հիմալայան լեռներ եւ այլն, այդպես մինչեւ Ճապոնիա եւ այլն։ Երկրաշարժը երկարակեղևի հորիզոնական տատանումն է։ Դրա հետևանքով օրվա ընթացքում երկրաշարժը լինում է մոտ ամբողջ աշխարհում 10,000 հատ։ Այս ցնցումները մեր մոտ մշտական կան, բայց նայած, եթե 3-ից ավել է ժողովուրդը զգում է, բայց մինչև 3-ը 1.5-2-3 չենք զգում։ Մենք զգացինք նաև այդ երկրաշարժը 1986 թվականին, որ Թորժայում 2 հոգի մայր ու երեխա մահացան, տները փլվեցին, նաև մեզ հասավ վնաս։ Վերջերս փետրվարի 19-ին երկրաշարժ էր գրանցվել նաև Մինոտ-Մինդայի շրջանում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Սադխա գյուղում, էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը եղել է 3.3 բալ։ Երկրաշարժը զգացվել է ոչ միայն Մինոտ-Մինդայի, այլև հարևան քաղաքից շրջանում։ Երկրաշարժը գրանցվել է փետրվարի 19-ին 10:59 րոպեին 08 վայրկյանին, էպիկենտրոնը գտնվել է Սադխայում, օջախի 10 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժերը Վրաստանում գրանցվել են Օզուր գետի քաղաքում, գրանցվել է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում, երեք էլ գրանցվել է Չեչնիայում։ Երկիրը միշտ էլ անընդհատ ցնցմանդատ է, միշտ էլ երկրաշարժներ գրանցվում են, ուղղակի դրանք չեն զգացվում մարդկանց կողմից։ Փետրվարի 19-ին եղել է 3 բալից մի քիչ ավելի երկրաշարժ, էպիկենտրոնը Սադխայում է եղել, բայց դա մեզ համար վտանգավոր չէ, բայց պետք է մենք միշտ պատրաստ լինենք։ Դրա համար կա, այսպես ասած, լրացուցիչ ժամեր, որպեսզի երեխաներին պատրաստենք, առավել ևս, քանի որ ես դպրոցում եմ աշխատում, առավել ևս մենք միշտ ժամանակ պետք է երեխաները, եթե դպրոցում են, սեղանների տակ լինեն, դռների մոտ լինեն եւ դռները ճիշտ բացվեն։ Դրանք մենք բոլորս պետք է իմանանք։ Սա սովորական տարրական երևույթ է, որ տներում էլ պետք է իմանան։ Պատուհանների գոգերին բարձրանան, որպեսզի վնասը քիչ լինի։ Իսկ մենք արդեն սովոր ենք ամեն դժվարությանն սովոր ենք, իսկ երկրաշարժը 3 բալանոց մեծ բան չի, բայց ամեն դեպքում մենք մեր մաշկի վրա ենք զգացել 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժը, որտեղ ճիշտ է պաշտոնական տվյալներով մոտ 25000 է մահացել, բայց իրականում շատ է։ Մինչև հիմա էլ դրա հետևանքներ մենք զգում ենք։ Փաստը մնում է փաստ Վրաստանում մոտավորապես 2 շաբաթվա կտրվածքով 2 երկրաշարժ է գրանցվել։ Ուստի բնական աղետներից պաշտպանվելու կանոններին պետք է տիրապետեն բոլորը, որովհետև այսօր մենք ապրում ենք սեյսմոակտիվ գոտում եւ պետք է երկրաշարժից պաշտպանվելու համար անհրաժեշտ գիտելիք ունենանք։